Երևի աշխարհում չկա որևէ ֆինանսների նախարար, որը կուզենա թոշակ բարձրացնի։ Մենք որ որոշել ենք այսպիսի սոցիալական պետության ուղղությամբ գնալ, կոպիտ ասած տակից դուրս գալու հնարքներ կան։ Գրանտեր են տրվում, էլ չգիտեմ, 1000 ու մի բան։ Պարգևը 1000 հատ տող կա այդ բյուջեի մեջ։ Հիմա կարելի ասել այդ ամեն ինչը ընտրակաշառք է։ ըստ այդմ, քանի որ արժևում ընտրությունները, ձեր շարժարիթը ընտրությունների ընթացքում շատ ձայն հավաքելն է։ Պետության ֆունկցիան հենց այդ է, որ ինքը հավաքի հարկերը եւ հետո հետ բաժանի այդ փողը մարդկանց։ Փոքր բիզնեսին հարկելու մասին մտածելուց առաջ մենք մի քանի հարցի պետք է պատասխանենք։ Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, միանգամից անցնենք բուն թեմային։ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում շատ լայն քննարկման առարկա դարձավ հենց թոշակների բարձրացման ծրագիրը կառավարության, որովհետև ընդդիմությունը ձեզ մեղադրում է թոշակները որպես ընտրակաշառք օգտագործելու մեջ։ Դուք այն մարդն եք, ով սկզբից դեմ էր թոշակների բարձրացմանը, բայց հետո համաձայնություն տվեցիք, այսպես ասեմ, օրենքով կարծես թե ամեն ինչ ճիշտ է, բայց կա զգացողություն, որ ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելը ունի միտում։ Ինչ կասեք։ Ես իհարկե լսել եմ այդ մեղադրանքները եւ հիմա եկեք մի հատ իրար հետ մտավարժանք անենք, պատկերացրեք դուք կառավարությունն եք 2021-ին որոշում է, այսինքն կառավարության ծրագրի մեջ գրել եք ինչ եք անելու եւ գրել եք նրա մասին, որ թոշակները պետք է բարձրացնեք եւ ունեք 5 տարի ժամանակ եւ որը պետքա լինի ձեր տրամաբանական քաղաքականությունը այդ 5 տարում այդ ծրագիրը իրականացնելու համար։ Հիմա ես փորձեմ բացատրեմ, դուք ասեք համաձայն եք այդ տրամաբանության հետ, թե չէ։ Տրամաբանությունը նա կլիներ եւ դրա մասին, որում մենք խոսել ենք 2021-22 թվականներին, 23 թվականին ենք դրա մասին խոսել, որ տրամաբանական կլինի, որ սկզբից մենք մեծ ներդրումներ անենք տնտեսության մեջ, ենթակառուցվածքների մեջ, ապահովենք տնտեսական աճ, ամեն ինչ անենք, որ այդ տնտեսական աճը լինի, որ մենք ունենանք բավականին փող, որպեսզի հետո կարողանանք այդ փողով լուծենք մեր սոցիալական հարցերը։ Որովհետև եթե դա արվեր օրինակ 23 թվականին, 22 թվականին, այն բոլոր միջոցները, որոնք մենք ներդնում էինք ենթակառուցվածքների եւ այլն տնտեսական աջակցության ծրագրերի մեջ, պետքա տանք թոշակին եւ հետո հայտնի չէր լինի, թե այդ թոշակը ապագայում ինչպես պետքա վճարենք։ Այսինքն ընդհանուր որպես գաղափար, որպես քաղաքական մոտեցում, կարծում եմ, որ սա լեգիտիմ տրամաբանություն է եւ մենք որոշել ենք, որ 5 տարի մենք պետքա տնտեսական հարցի վրա մեծ ուշադրություն դարձնենք եւ վերջում, երբ որ կտեսնենք, որ փող կա, այդ փողը կտանք արդեն մեր սոցիալական տարբեր խմբերին եւ վերականգնելու են սոցիալական անարդարությունը, որը գոյություն ունի, որովհետեւ տնտեսական աճը ինքը բերում է որոշակի սոցիալական անարդարության երևույթների, որովհետեւ հասարակության մի խումբը ավելի արագ է արստանում, մյուսը ավելի դանդաղ եւ այլն, եւ դրա համար, ասենք, բյուջետային քաղաքականություն ինքը նաեւ նպատակ ունի որոշակի ձևով մեղմելու այդ անարդարությունները։ Հիմա այստեղ կարող եք ուրիշ բան ասել, կարող եք ասել, որ բայց 2026 թվականի բյուջեում այդ փողը ոնց որ չէիք դրել, այսինքն չէիք պլանավորել։
Հիմա տեսեք, այո, որովհետև 2024 թվականին մեր հարկերը մեծապես դերակատարվել են։ Եթե հիշում եք, մոտավորապես 150 միլիարդ դրամով մենք ավելի քիչ հարկ հավաքեցինք, քան պլանավորել էինք։ Իսկ ինչով եք դա բացատրում։ Դա բացատրվում է մի քանի երևույթներով, որի մասին այն ժամանակ առիթ ունեցել ենք խոսելու, որովհետև տնտեսությունը որոշակի ցիկլայնություն ունի հարկերի հավաքման հետ կապված, մասնավորապես օրինակ շինարարության ոլորտում ունենք այսպիսի մի իրավիճակ, երբ շենքը սարքելուց ամբողջ սարքման process-ի ընթացքում շինարարը գնում է տարբեր ապրանքներ, որի մեջ կա ավելացած արժեքի հարկ։ Եվ ինքը մինչև չվաճառի, շենքը չվերջացնի, չվաճառի այդ տունը, ինքը ավելացած արժեքի հարկը չի վճարում։ Եվ կարող է տևել 2-3 տարի մինչև ինքը կառուցում է այդ ամբողջ շենքը, այդ ամբողջ ընթացքում իր վճարած ավելացած արժեքի հարկը հետ է ստանում պետությունից, եւ հետո վերջում երբ որ վաճառում է, այն ժամանակ առաջանում է, եւ քանի որ վերջի տարիներին մեր մոտ շինարարական բավականին ակտիվ իրավիճակ էր, այնպես էր ստացվել, որ 24 թվականին շինարարությունը ակտիվ աճում էր, բայց վաճառքները այնքան չէին, ինչքան որ մենք ԱՀ-ի դեբետներ էինք տալիս, կամ կար մեքենաների ներմուծման հետ կապված որոշակի փոփոխություն, որտեղ 2023 թվականին, եթե հիշում եք, բավականին շատ մեքենաներ Հայաստան էին ներմուծվում, հետո ԵԱՏՄ տարածք էին արտահանվում, դա դադարեց, այսինքն պլանավորման եւ իրականացման որոշակի շեղումների պատճառով 2024 թվականին հարկերը ավելի քիչ հավաքվեցին եւ 25 թվականի վրա դա արդեն իր էֆեկտը ուներ։ Պետք է ունենար իր էֆեկտը 25 թվականի վրա։ Եվ մենք սպասում ենք, որ 25 թվականին էլի պլանավորվածից քիչ հարկ պետք է հավաքենք։ Եվ երբ որ 25 թվականը, այսինքն բնականաբար 26-ն էլ կառուցվում է 25-ի վրա, այսինքն երբ որ մենք պլանավորում էինք 26 թվականի բյուջեն, մենք գիտեինք, որ 25-ին հարկեր չեն հավաքվելու, այնքան ինչքան որ պլանավորել էինք։ Հետո երբ որ 25-ի արդյունքները եղան այնպիսին, որ մեր այդ բացասական սպասումները տեղի չունեցան, եւ մենք տեսանք, որ հավելյալ 40 միլիարդի եկամուտ ենք ունենալու 2026 թվականին, որի մասին չգիտեինք 25 թվականին բյուջեն պլանավորելուց։ Բարձր չէ՞ մտքերս։ Հա։ Եվ ունենք պահոստային ֆոնդ, որտեղ ունենք որոշակի գումար, մոտավորապես մի 40 միլիարդ էլ այդտեղ ունենք, եւ քննարկումը այնպես գնաց, որ այսինքն երբ որ մենք փետրվար-մարտ ամսին հասկացանք, որ մենք որոշակի ավել գումար ունենք, եւ տրամաբանական էր, որ այն ինչ որ սկզբում մտածել էինք, այն ինչ որ մեր կառավարության ծրագրում խոստացել էինք, եւ բացի դրանից կա մի այսպիսի արդարության էլեմենտ, որ եթե 5 տարի մենք շատ մեծ տնտեսական աճ ենք ունեցել, ըստ էության մարդկանց բարեկեցությունը լավացել է, մարդիկ հարստացել են եւ այլն, որովհետեւ մենք գիտենք նաեւ, որ այդ հարստությունը կամ այդ հավելյալ արժեքը եւ այդ աճը բավականին այսպես ասենք համամասնորեն է բաժանվում հասարակության մեջ, համեմատած ուրիշ երկրների հետ, համեմատած նախորդ տարիների հետ, այսինքն այդ Gini գործակիցը, որի մասին խոսում ենք, որը բնութագրում է, թե հավելյալ արժեքը կամ տնտեսական աճը ինչ արդարությամբ է բաշխվում հասարակության միջև, Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի։ Եք ասել, որ ֆինանսական անհավասարության ցուցանիշներով մենք ծանր վիճակում չենք գտնվում։ Չէ։ Մենք շատ լավ վիճակում ենք գտնվում, նույնիսկ համեմատած եվրոպական շատ երկրների հետ։ Եվ այստեղ մի այսպես բարոյական նույնիսկ կարող եմ ասեմ հարցը առաջանում, իսկ ինչի մեր թոշակառուները կամ խոցելի խմբերը իրանք չպետք է օգտվեն այդ ամբողջ հարստությունից կամ այդ աճից, այդ զարգացումից, որը տեղի է ունեցել վերջի 5 տարիների ընթացքում։ Իհարկե, մենք նախկինում էլ տարբեր գործիքներով փորձել ենք ավելացնել թոշակառուների թոշակը, քեշբեք ներդնելով եւ այլն, բայց արդարությունը պահանջում էր, որ նաեւ մասհանում իրականացվի այս մարդկանց նկատմամբ, թեև ելի եմ ասում, մեր
կառավարության ծրագրի խոստում էր դա եւ այլն, բայց մի բան էլ պետք է ասեմ հանուն արդարության, որ ես դրա մասին շատ երկար եմ մտածել այդ որոշումը ընդունելուց, որովհետեւ ես ներքին տենց ինքս էլ ներքին տենց խնդիրներ ունեմ դրա հետ կապված ու մտածում եմ երևի աշխարհում չկա որևէ ֆինանսների նախարար, որը կուզենա թոշակ բարձրացնի։ Որովհետև տենց այդ որոշումը ֆինանսների նախարարի համար շատ բարդ եւ դժվար որոշում է, որովհետև ինքը թոշակը բարձրանում է, հետո երբեք չի իջնում։ Եվ դրա համար ինքը պիտի միշտ վստահ լինի, որ ինքը ունենալու է փող այդքան թոշակ բարձրացնելու։ Նամանավանդ որ մենք հիմա գտնվում ենք ամբողջ աշխարհն է գտնվում դեմոգրաֆիական այնպիսի իրավիճակում, երբ որ թոշակառուների քանակը միշտ ավելանում է, աշխատողների քանակը միշտ պակասում է։ Բեռը աշխատողների վրա անհամեմատ մեծանում է։ Ինքը վախեր ունի որոշակի, որ կարող է այսօր բարձրացնի, վաղը կարող է խնդիրներ ունենա դա իրականացնելու համար, բայց մենք հիմա պատրաստում ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը եւ ես շատ ուրախ եմ, որ մենք տեսնում ենք, որ առաջիկա 5 տարիներին մենք կարողանալու ենք այս հարցերը բոլորը լուծել։ Պարոն Հովհաննիսյան, առհասարակ ձեր կառավարությունը մեղադրում են չափից դուրս շռայլ սոցիալական ծրագրեր անելու համար։ Հենց ձեր նշած խնդիրները երկարաժամկետ հաշվի առնելով դեմոգրաֆիական վիճակը Հայաստանում այնքան էլ լավը չի, առհասարակ ամբողջ աշխարհում է վատ, մեր երկրում առավել եւս, բայց այդ ֆոնի վրա մենք ունենք առողջապահության հետ կապված մեծ ծախսեր սոցիալական, մենք ունենք նաև սոցիալնախարարության հետ կապված շատ ծախսեր ծնելիության, ոնց հասկանում եմ բարձրացմանը միտված, շատ ծախսեր, եւ նաև թոշակների բարձրացում։ Կան ինչ-որ հաշվարկներ, մենք որ որոշել ենք այսպիսի սոցիալական պետության ուղղությամբ գնալ, կոպիտ ասած տակից դուրս գալու հնարքներ կան, որովհետեւ տպավորություն է, որ նման դեմոգրաֆիական եւ ռիսկային իրավիճակում աշխարհաքաղաքական սա մի տեսակ շռայլություն է կառավարության կողմից։ Դե նախ եթե ասում են, որ մենք չափից շատ սոցիալական ենք, թվերը դա չեն ապացուցում։ Ասեմ ինչի, որովհետեւ օրինակ երևի կարելի է ասել, որ մենք մեր եկամուտների կամ մեր ծախսերի համեմատությամբ կամ հնայի համեմատությամբ կապիտալ ծախսերը, որոնք անում ենք, այդ կապիտալ ծախսերը կարելի է ասել կրկնապատկել ենք նախկինի հետ համեմատած։ Այսինքն մեր կառավարությունը նախկին կառավարությունների հետ համեմատած ոչ միայն բացարձակ առումով, որտեղ բացարձակ առումով պարզ է, որ ասենք բյուջեն կրկնապատկվել է, մեծացել է, դա էլ պետք է մեծանա, չէ, հարաբերական առումով նույնպես։ Այսինքն կարելի է ասել, եթե կրկնապատկվել է, մենք էլ նաև կրկնապատկվել 4 անգամ կապիտալ ծախսերը ավելացել են։ Այսինքն մենք ինտենսիվ ներդրումներ ենք անում մեր տնտեսության մեջ։ Հիմա կարելի է ասել դա էլ է սոցիալական, որովհետև ի վերջո երբ որ ճանապարհ ենք կառուցում, որ մարդիկ անվտանգ, արագ երթևեկեն, ջուր ունենան եւ այլն, ու սոցիալական, տնտեսական, այսինքն տնտեսական ենթակառուցվածքների մեջ ներդրումները մեծացել են։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ նաև։ Օրինակ էկոնոմիկայի նախարարության բյուջեն, եւ ես ուրախ եմ մի անգամ Վահան Քերոբյանը խոստովանեց այս ինչ որ մի հարցազրույցի ժամանակ, եթե չեմ սխալվում 21 թվականին էկոնոմիկայի նախարարության բյուջեն 20 միլիարդ էր մոտավորապես։ Հիմա 80 եւ ավել։ Հիմա սոցիալական, որովհետեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն էլ ավելի շատ ավելացել, բայց դա հասկանում եմ ամենամեծը հենց սոցիալին է։ Իհարկե, բայց որովհետեւ հենց այդ եմ ասում, որովհետեւ այդ դեմոգրաֆիական բնայից մեծը։ Իհարկե, որովհետեւ մենք ունենք 660,000 թոշակառու։ Բա այդ մարդկանց հարցերը ո՞նց պետք է լուծենք։ Բա ինչ պետք է անենք։ Դա դուք կարող եք ասել չափից շատ սոցիալական ենք, բայց իհարկե 660,000 մարդը մեր հասարակության զգալի մասն է կազմում։ Ոնց կարելի է, ասենք,
էլի եմ ասում, ֆինանսների նախարարը միշտ կգերադասեր, ասել չէ, եկեք զբաղվենք երեխաներով, եկեք զբաղվենք կրթության մեջ ներդրում անելով, տնտեսական ենթակառուցվածքի մեջ ներդրում անելով, որպեսզի այդ պոտենցիալը աճի մեծանա, միշտ լավ աճենք, որովհետև թոշակառուներին փող տալը դա աճին ավելի փոքր չափով է օգնում, քան օրինակ ճանապարհ սարքելը կամ այլ ենթակառուցվածքներ սարքելը կամ օրինակ նույն IT ոլորտին աջակցություն տալը, բայց դա ինձ թվում է սոցիալական համերաշխության, այսպես մենք որպես հասարակություն մենակ ոչ ենք ուզում տենց նրանք ովքեր ուժեղ են եւ երիտասարդ իրանք լավ լինեն, իսկ նրանք ովքեր մեծ են եւ թույլ են, իրանք վատ լինեն, տենց չի։ Ես էլի փորձեմ հակադարձեմ անդիմության թեզերով, պարոն Հովհաննիսյան։ Անդիմությունը ասում է հետեւյալը. ասում է դուք այն դեպքում, երբ որ մեր երկրի թիվ 1 խնդիրը անվտանգությունն է, կրճատում եք գոնե համեմատացած սոցիալական խնդիրների, նայում ենք անվտանգության բյուջեն, նայում ենք սոցիալի բյուջեն, մենք տեսնում ենք, որ նախ եւ առաջ սոցիալական հարցեր եք լուծում այն դեպքում, երբ որ պետք է նախ եւ առաջ լուծել անվտանգության հարցեր։ Ըստ այդմ, քանի որ արժևում ընտրություններ է, ձեր շարժարիթը ընտրությունների ընթացքում շատ ձայն հավաքելն է, այլ ոչ թե պետության մասին մտածելը։ Խնդրեմ։ Դե տենց չի մի քիչ, որովհետև ընդդիմությունը հասկանալի չի թե ինչ է ասում, որովհետև ես չեմ լսել, որ ընդդիմությունը հետևողականորեն նույն բանը ասի։ Ուրեմն երբ որ մենք պլանավորում ենք 2025 թվականի բյուջեն, 24 թվականին դեռևս, որի մեջ չկար առողջապահության ապահովագրությունը, որի մեջ չկար թոշակների բարձրացումը, մեզ ասում էին, որ դուք ձեր խոստումները չեք կատարում, մեր խոցելի խմբերի մասին չեք մտածում, ընդ որում այդ ժամանակ ՊՆ-ի բյուջեն անընդհատ աճում էր, ընդ որում 25 թվականին ՊՆ-ի բյուջեն հասավ ռեկորդային հնայի մեջ 6.6%-ի։ Եվ ասում էին, որ սա խայտառակություն է, մեր թոշակառուները պետք է լսեն, հասկանան, թե այս ինչ իշխանություն է եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ մենք 26 թվականի բյուջեն էինք պլանավորում, մենք այդտեղ գրեցինք, որ առողջապահության ապահովագրությունը պետք է լինի։ Արդեն բյուջեում դրած էր այդ։ Սկսեցին խոսել նրա մասին, որ ու մենք ասեցինք, որ թեև թոշակների բարձրացում այս պահին չենք կարող տեսնել, որ հնարավորություն ունենք այդ թոշակները բարձրացնել, բայց առողջապահության ապահովագրությունը ինքը մեծապես օգնելու է հենց թոշակառուներին, որովհետև բոլոր թոշակառուները մտնում են այդ համակարգի մեջ, իսկ իրանց համար առողջապահական ծախսերը դրանք առաջնային են, եւ սա մեծ ինչ որ չափով նաեւ կոմպենսացնում է այն խնդիրը, որ թոշակները չեն բարձրանում։ Նորից մեզ մեղադրեցին, որ թոշակները չեք բարձրացնում, այնտեղ մանր-մունր քեշբեքը հաշվի չեն առնում եւ այլն եւ այլն, եւ առողջապահության ապահովագրությունը նույնպես այդ հարցերը չի լուծում եւ այլն։ Մեզ մեղադրեցին այդ բաներում, կարող եք բացել լսել այդ բոլոր ելույթները բնականաբար կան, որտեղ ուրիշ բան չկա ասել, այսինքն այդ պետք է ասեին։ Եվ հիմա էլ ասում են այն ինչ որ արել ենք, ընդ որում արել ենք նաև ցույց տալով։ Տեսեք, բյուջեում ինչ ենք արել։ Եկամուտ ավելացրել ենք բյուջեի պլանա եւ դրա հաշվին թոշակ ենք տվել։ Այսինքն այն ինչ որ ասում եմ, դա հաշվապահորեն ձևակերպված է։ Ոչ մի ուրիշ բան չենք արել։ Եվ այն ինչ որ պահուստում գումար կա, այդ պահուստում տրված գումարը տալու ենք նաև, որպեսզի հաջորդը ամբողջը դեռ չեմ տվել գումարի։ Տվել ենք առաջիկա ամիսներին, եւ ասել ենք ըստ երամսյակների գումարը կհատկացնենք։ Սա ընտրակաշարք չէ։ Չէ, դե ուղղակի մեղադրանքներ են, չէ՞, որ սա ընտրակաշարք է պետական մակարդակով։ Ինչ է նշանակում ընտրակաշարք։ Չգիտեմ։ Ընտրակաշարքը ինչն են համարում ընտրակաշարք, ով այդ
Ես համարում Եվ ասում են, եւ ինչպես են ասում, ձևակերպումը հետեւյալն է. դուք ընտրակաշարք եք բաժանում պետական բյուջեից, ավելացնելով թոշակները, այնել այդ պետբյուջեն էլ ձևավորվում է մեր հարկերից։ Այսինքն մեր հաշվին ձեր պոտենցիալ ընտրողներին կաշառք եք բաժանում։ Հեղություն, դե հիմա Ես չեմ ձևակերպողը, ես հիմա բարձրապես 3.5 փոխանցում տրիլիոն եմ բյուջե ունենք, մեղադրանքները։ այդ 3.5 տրիլիոն բյուջեն հետա բաժանվում հանրությանը։ Այսինքն տարբեր ձևերով, ասենք ճանապարհ է սարքվում, թոշակ է վճարվում, աշխատավարձ է վճարվում, կրթությունն է, գրանտեր են տրվում, էլ չգիտեմ, 1000 ու մի բան։ Պարգևը 1000 հատ տող կա այդ բյուջեի մեջ։ Հիմա կարելի է ասել այդ ամեն ինչը ընտրակաշառք է։ Ասենք ու մեր փողերը, բայց պետության ֆունկցիան հենց այդ է, որ ինքը հավաքի հարկերը եւ հետո հետ բաժանի այդ փողը մարդկանց։ Հիմա մենք 3.5 տրիլիոն փող ենք բաժանում ամեն տարի։ Ну, ամեն տարի նախորդ տարիներ մի քիչ ավելի քիչ, հիմա հասել ենք դրան։ Հիմա ինչ ասես կարելի է ասել դրան։ Եվ օրինակ ինչ պետք է աներ կառավարությունը, ամեն ինչ պետք է աներ, որ իրան չընտրեին։ Հա, որ ասենք ինչ պետք է աներ։ Պարզա որ ցանկացած իշխանություն ուզում է այնպես անի, որ իրան ընտրեն, բայց ելի եմ ասում, ինքը մի էքստրաորդինար բան չի արել է այն, ինչ որ գրած է կառավարության ծրագրի մեջ, այսինքն խոստացել է, ընդ որում վերջի տարիներին նույն ընդդիմությունը ասել է, որ դուք ձեր խոստումները չեք կատարել, ձեր կառավարության ծրագիրը չեք կատարել։ Հիմա երբ որ կատարում ենք, ասում ենք դա ընտրակաշառք է։ Ես կարծում եմ, որ պետքա ես ընդդիմություն չասենք, էլի, որովհետև ընդդիմությունը հայտնի չի թե ինչա խոսում։ Կան հասարակ, ես տեսնում եմ, որ կան քաղաքացիներ կան, ովքեր դա ասում են, բա դե արեցին դա դրա համար։ Թող իրանք մի քիչ մտածեն, օրինակ իրանք որ լինեին, ինչ կանեին։ Օրինակ իրանք եթե լինեին իմ տեղը, մեր տեղը, իրանք ինչ կանեին, ոնց կպլանավորեին այդ թոշակի բարձրացումը։ Թե կասեին, օրինակ, եթե իրանք տեսնեին, որ կա 80 միլիարդ փող, որով կարելի է 10,000 դրամով բարձրացնել թոշակը։ Իրանք ինչ կանեին, իրանք չէին բարձրացնի այդ թոշակը, այդ 80 միլիարդն էլ կտանեին ուրիշ բան կանեին, ինչ կանեին։ Իհարկե, ելի եմ ասում, ես որպես ֆինանսների նախարար կգերադասեի այդ 80 միլիարդով փակեի մեր նախկին պարտքերը եւ 80 միլիարդով պարտքը նվազեցնեի։ Կամ բայց մենք ինչ արեցինք, մենք տեսանք, որ հավելյալ փող կա, մեր պարտքի ուղեծիրը, որով մենք շարժվում ենք, բավականին դրական է, այսինքն մենք պլանավորում էինք, որ 50%-ից ավել 52-53%։ Դեֆոլտի չենք սպասելու, ինչպես նաեւ 52-53% պետք է դառնա պարտքը։ Ինքը հերիք չի բարձրացել, ինքը իջել է։ Մեր դեֆիցիտը պլանավորված էր 5.5%, եղել է 3.7%։ Բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները կայուն են եւ լավն են։ Ինչի պետք է մենք մեր հարգելի թոշակառուների հարցը չլուծենք։ Իսկ իրանք ասենք, որ իրանց տանը ապրում են, իրանք իրանց ծնողների հարցերը չեն լուծում տան մեջ, այդ նույն ձևի հարց է։ Այսինքն, հա, մենք ծախսում ենք մեր կրթության ամեն ինչի վրա, բայց նաև կարող է նաև դեպք լինի, որ ասենք, հա, օքեյ, ես չեմ կրթվի կամ ես կարևոր միացառնարան քիչ կառնեմ, բայց մեր ծնողների բարեկեցության առողջության կամ իրանց հարցերը պետքա լուծեմ։ Թող ես տեսանկյունից նայեն, որովհետև կտրված նայել, ասել, հա, դե ընտրակաշառք է բան, պետքա մի հատ այս տրամաբանական բանը կառուցել։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, եւ վերջին հարցս, քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, չգիտեմ, կուզենաք մեկնաբանել թե ոչ, բայց քանի որ քաղաքական նախընտրական պայքարի ընթացքում քաղաքական ուժերից մեկը գցեց այս դաշտ նետեց այս միտքը, բայց ես նայում եմ բավականին լուրջ քննարկումներ կան, գոնե մարդիկ դա դիտարկում են որպես տարբերակ, խոսքը փոքր բիզնեսը չհարգելու մասին է, առհասարակ այդ մտքին ինչպես եք վերաբերվում։ Փոքր բիզնեսին, դե գիտեք, փոքր բիզնեսին հարգելու մասին մտածելուց առաջ մենք մի քանի հարցի պետք է պատասխանենք։ Մենք որպես հասարակություն,
ուզում ենք, որ մեր հասարակության մեջ լինի մի խումբ, որը հարկ չի վճարում։ Այդ հարցին պետք է պատասխան։ Թե այնուամենայնիվ ասենք, չէ, մենք ուզում ենք, որ բոլորը հարկ վճարեն, թեկուզ սիմվոլիկ։ Այս մի հարց է, որին պետք է պատասխանենք դա ասելուց առաջ։ Երկրորդը, երբ որ դուք մեկին չեք հարկում, մյուսին հարկում եք, այն ում որ չեք հարկում, երբեք չի ուզում այս կոմֆորտ զոնայից դուրս գա։ Իսկ մենք ինչի ենք մեկին չենք հարկում, որտեղ մենք ուզում ենք ինչ-որ ինկուբացիոն պայման ստեղծենք, որպեսզի այդ չհարկվողը ինչ-որ մի պահի դառնա հարկվող։ Չէ՞։ Հասարակությունը ինչ անում, դա ծախս է հասարակության համար։ Ինքը ասում է, ես համաձայն եմ, որպեսզի այս մարդիկ չվճարեն, այն պայմանով, որ վաղը իրանք մեծանալու են եւ վճարելու են։ Ոնց որ երեխաներին ենք մենք վերաբերում։ Սկզբից մինուսով ենք աշխատելու, երեխաներին ասում ենք մենք համաձայն ենք այս երեխաներին հոգատար լինենք, կրթենք եւ այլն, ամեն ինչ անենք, իրանց պահենք, ծրի, ամեն ինչ եւ այլն, որտեվ գիտենք մեծանալու են, մեզ պահելու են, կամ չգիտեմ, մեծանալու են, լավ մարդ են դառնալու։ Հիմա այս նույն տրամաբանությունն է։ Հիմա այդ արտոնյալությունը այնպեսին պետք է լինի, դեմ չենք արտոնյալությանը, բայց որպեսի չափա խթանի, որ այս մարդիկ այդ վիճակից դառնան նորմալ բոլորի նման։ Այսինքն այս դեպքում անգամ աճելու դեպքում ձգտումը կլինի տրոհվել լիքը փոքրերի։ Հա, ընդ որում կարող է մեծերն էլ ասեն, այս ինչ լավ է, երեք մենք էլ դառնանք փոքր։ Ցույց տանք, որ մենք փոքր ենք, սա էլ ենք տեսել, տեսնում ենք եւ այլն։ Այսինքն ես համաձայն եմ այն մտքի հետ, որ այդ փոքր բիզնեսները տենց շատ մեծ նշանակալի հարկեր չեն վճարում։ Ընդ որում այսօր էլ մենք ունենք միկրոբիզնեսի համակարգ, որտեղ տասնյակ հազարավոր տնտեսվարողներ հարկ չեն վճարում։ Իրանք 0 հարկ են վճարում։ 0։ Հիմա դե ինչ են խոստանում, ասում են դե 0 հարկ միկրոբիզնեսի, փոքր բիզնեսի համար, մենք ունենք այդ։ Ուրիշ ինչ են առաջարկում, չեմ հասկացել դեռ։ Այսինքն ինչով է տարբերվում այն ինչ որ մենք ունենք նրանից ինչ որ տարբեր ուժեր առաջարկում են։ Եվ մեկ էլ 300,000 նոր աշխատատեղն է ԿՊ ծրագրում տարեկան 25,000 նոր աշխատատեղեր գրած։ Դե եկեք այդ դրա մասին եմ խոսել, այս մի քիչ ավելի բարդ հարց է։ Նախ Հայաստանում 300,000 գործազուրկ կա, աշխատանք փնտրող կա 300,000։ Այսինքն ամեն գործազուրկ չի, որ աշխատանք փնտրողը։ Հա, այդ հարցին նախ պետք է պատասխանել։ Հետո նոր հասկանալ այդ 300,000-ը ինչ թիվ է։ Այն օրը մեկը ինձ մի բան էր ասում, ասում է ես բաժանում եմ օրերի թվի վրա, ընդ որում կա տնտեսագիտական այսպիսի հաշվարկ, թե մեկ աշխատատեղ ստեղծելու համար ինչքան փող պետք է ծախսվի։ Բիզնեսը կամ հանրությունը եւ այլն։ Հիմա հարց, եթե բաժանում ես այդ 300,000-ը օրերի վրա, ասենք 5 տարվա օրերի վրա, որի ընթացքում պետք է ստեղծվի այդ աշխատատեղը, ստացվում է օրեկան ինչ որ մի քանակությամբ աշխատատեղ։ Հարցը առաջանում է ո՞նց է այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Այդ ո՞նց է, ով է այդ ներդրումը անելու, ո՞նց է այդ ներդրումը լինելու։ Այսինքն հարցեր են, որոնք ուղղակի ասել 300,000, մեկն էլ ասել էր ինձ թվում է 500,000 կլինի։ Ես եք ասեմ թե 5 միլիոն լինի։ Ինչ ասես կարելի ասել։ Եթե տենց ուղղակի վերնագրով ես խոսում, տակը ոչ մի հաշվարկ եւ իրատեսական բան չկա, վերնագրով։ Տարեկան 25,000 աշխատատեղի տակ հաշվարկ կա ԿՊ-ի ծրագրով գրված։ Տեսեք, մենք ինչ ենք տեսել։ Մենք տեսել ենք, որ վերջի 5 տարիների ընթացքում տարեկան ինչ որ քանակությամբ նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Եվ դրա հիման վրա է կառուցված դա, որ մենք տեսնում ենք, որ ստվերից են դուրս գալիս աշխատատեղերը, որտեղ դրանց մի մասը ակնհայտ է, որ նոր աշխատատեղեր չեն։ Առավել եւս այն սկզբնական շրջանում։ Մեր վարած հարկային քաղաքականության հետևանքով էր, որ մարդիկ որոշեցին, որ ասցին ավելի լավ ստվերում չգտնվել, այլ հայտարարագրել, ցույց տալ եկամուտները, հարկերը վճարել, դա ավելի ձեռնտու է, քան բան, եւ դրանք բոլորը դժվար է հիմա գնահատել, բայց մի մասը նոր աշխատատեղեր չեն, մի մասը նոր են, եւ մենք մտածում ենք, որ այդ նույն տրամաբանությամբ կարողանալու ենք առաջ գնալ։
Պարոն նախարարությունից ըստի վերջին հարցս, բայց մի հատ փոքրիկ ամփոփիչ վերջին հարց, երբ որ վերջին անգամ այս ստուդիայում խոսում ենք, եթե չեմ սխալվում, խոսում ենք հայտարարագրերի մասին, ամփոփելով, հա, արխիվում ընտրություններ են գոհ եք արդյունքներից։ Շատ։ Այսքանը ձեր սպասածն էր, այսինքն ասում են, որ դուք պարզապես ինչ որ պահին կառավարությունը թեվաթափ եղավ եւ ասաց կարող եք չմասնակցել, մենք բոլորիդ փոխարեն հայտարարագիրը կլրացնենք եւ այսպիսով հարցը փակեց։ Տեսեք, հայտարարագրման համակարգի ստեղծումը մարդկանց տանջելու նպատակ չէր հետապնդում։ Ինքը հետապնդում էր հաշվետվողականության, որ մենք բոլորս տեսնենք, մենք ինչքան հարկ ենք վճարում, սոցիալական կրեդիտների համակարգը զարգացնելու նպատակ էր հետապնդում, անհատական հաշվառման համակարգ էր նպատակ էր հետապնդում, մասամբ այդ նպատակին հասանք, մենք սկզբանե ասել ենք, որ սա երկար տևող process է, ամբողջ աշխարհում որ դա ներդրվել է, առաջի տարում դա չի եղել։ Եվ մենք որոշեցինք այն մարդկանց համար ու տեսանք, որ շատ մարդիկ, ովքեր հայտարարագիր են լրացնում, իրենք ոչինչ չեն փոխում այն նախալրացված հայտարարագրի մեջ, ինչ որ մենք իրենց համար պատրաստում ենք, եւ ասեցինք եկեք տենց անենք, նրանք ովքեր կուզենան ավել բան գրեն իրենց դա հնարավորությունը կա, ովքեր ավելացնելու ոչինչ չունեն, իրանց մեր նախալրացրած կհամարենք որպես լրացրած։ Ես կարծում որ հեսա ապագայում էլի փոփոխություններ են կանելու, լավ փոփոխություններ են կանելու այդ համակարգում։ Ես կարծում եմ որ մարդիկ ապագայում շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են այդ հայտարարագիրը լրացնելու։ Հետո երբ որ կլինի փոփոխությունները խոսենք։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։